Բարևձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի հետ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման եւ թրիփի իրականացման ուղղությամբ, գրել է Փաշինյանը արձագանքելով Թրամփի գրառմանը։ Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը եւ գիծ գրել. «Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների եւ մարդկանց նախագահ Իլհամ Ալիևի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։ Թրամփին արձագանքել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմաղման եւ Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի անցկացման գործում», գրել է նա, շեշտելով, որ Թրամփը Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության եւ ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն է։ Բաքվի զինվորական դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը։ Նախորդին կայացած դատական նիստում Արցախի նախկին պետնախարարը միջնորդել էր Փաշինյանից բացի հարցաքննել նաեւ ԵՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։ Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Յուսալ Ալիևը սակայն նշել է, որ Փաշինյանն ինչպես նաև մյուս անձինք հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ եւ պահանջել է դատարանից Վարդանյանի միջնորդությունը թողնել առանց քննության։ Գործով այսպես կոչված ուժողները եւս պնդել են մերժել միջնորդությունը։ Թե ինչ հիմնավորմամբ է Ռուբեն Վարդանյանը միջնորդել Բաքվի դատարանում հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնի չէ։ Նիստը լուսաբանող ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությունն այս մասով ոչինչ չի հայտնում։ Նիկոլ Փաշինյանին եւ ԵՀԿ Մինսկի խմբին համանախագահներին հարցաքննելու միջնորդության մերժումից հետո Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ միջնորդությամբ է հանդես եկել, պնդելով, որ ինքը զինծառայող չէ եւ հետեւաբար համաձայն չէ, որ իրեն վերագրվող քրեական գործը քննվում է զինվորական դատարանում։ Ի պատասխան գլխավոր դատախազի օգնականը հակադարձել է, թե քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվում են նաեւ ռազմական հանցագործություններ, նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը եւ պահանջել է այս միջնորդությունը եւս քննության առարկա չդարձնել։ Լրագրող Երևանի քաղաքապետի նախին խոսնակ Հակոբ Կարապետյանի դեմ բռնության մասին ահազանգից գրեթե 2 օր անց Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է տվել հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանին եւ նա արձակուրդ է ուղարկվել։ Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ հայտնել է, որ նկատողությունն առնչվում է Հակոբ Կարապետյանի գրառմանը, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։ Կարապետյանը բռնության էր ենթարկվել Facebook-ում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին քննադատելուց հետո։ Լրագրողի դեմ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված, որի ինքնությունը իրավապահներն առայժմ չեն բացահայտում։ Նշենք անձամբ Ավետ Բաբայանը եւ նրա ղեկավարած հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները վերջին 1 ամսում հանրային տրանսպորտում ստուգում են քաղաքացիների կողմից իրականացվող վճարումները եւ արդեն հասցրել են բազմաթիվ սկանդալների կենտրոնում հայտնվել։ Դրվագներից մեկով վերջիններս քաղաքացիներից մեկի ստիպել էին կրկնակի վճարում կատարել, այնուհետև տուգանել նրան եւ միայն հանրային ճնշումից հետո էր Բաբայանը զանգահարել քաղաքացուն, ներողություն խնդրել, տուգանքներ չեղարկել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել, իսկ առիթը Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներն են։ Իշխանափոխության լուծումների կիրառական ուղիների քննարկում մեր առաջարկած ուղին իմպիչմենտն է, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կամ դրա շուրջ մեր հետ կհամախմբվեն կամ կառաջարկեն այլ լուծում, ասել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանն արդեն հանդիպել են Ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանի, Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանի ու Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ Այսօր հանդիպել են նաև Սուրեն Սուրենյանցի գլխավորած Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ներկայացուցիչներին։ Հայտնի չէ, թե ինչ են քննարկել ՀՀԿ-ականներն այս գործիչների, հատկապես Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի հետ, որ 2020 թվականի պատերազմից հետո փորձեցին Փաշինյանին հեռացնել իշխանությունից ու չհաջողվեց։ Հայկ Մամիջանյանը քննարկումների բովանդակությունից ոչինչ չպատմեց, պատիվ ունեմը դեռ հունիսի սկզբին էր Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ պատրաստել, սակայն խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան խմբակցությունը դեռ չի միացել այդ նախագծին։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի միջոցով Փաշինյանին տուն ուղարկելու Սարգսյանի սցենարը իրատեսական
չի համարում։ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանը կարգավարական վարույթ հարուցելու մասին դիմում են ներկայացրել միմյանց դեմ։ Տեղեկությունը հայտնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ըստ ՔՊ-ի հայտարարության այս տարվա ապրիլին ՔՊ վարչությունը Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով, ասված է հայտարարության մեջ։ ԿՊ վերահսկող հանձնաժողովը Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Կուսակցությունից ընդգծել են, որ ԿՊ կանոնադրության համաձայն կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, ասված է հայտարարությունում։ Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոփանիի հետ, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Սոփանին նշել է, որ պաշտոնը թողնելուց հետո էլ կշարունակի ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման համար։ Փաշինյանն ընդունել է նրան եւ շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար։ Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի եւ այդ գործում ներդրում է ունեցել Սոփանին։ Միաժամանակ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հայաստանյան այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։ Սոփանին եւս շնորհակալություն է հայտնել ակտիվ եւ արդյունավետ երկխոսության համար, ընդգծելով, որ գործունեության ընթացքում բոլոր ջանքերը ներդրել է երկկողմ կապերի ամրապնդման համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարեկամության շքանշանով պարգևատրելու համար եւ նշել, որ հետագայում եւս կանի ամեն ինչ Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների խորացման եւ ամրապնդման համար, ասված է հաղորդագրությունում։ Սոփանին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2023 թվականի հուլիսին։ Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի Ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ստացել ենք մեր հարցման պատասխանը, որտեղ նշվում է, որ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում արկա պաշտոնական տվյալների համաձայն 3108/2025 թվականի դրությամբ 2024 թվականի համար տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակում հայտարարագիր լրացրել են 94,382 անձ։ Նշենք, որ ըստ մեր հաշվարկների այդ թվից ավելի քան 60,000 անձ պարզապես կրկնել է նախորդ տարվա պարտադիր հայտարարագրումը որպես կազմակերպությունների սեփականատերեր կամ իրական շահառուներ։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի նոր հայտարարագիր լրացրել են ընդամենը շուրջ 34,000 քաղաքացի։ Եվ ահա ամենակարևորը, նույնիսկ պետական մակարդակով գործադրված այսքան ճնշումների պայմաններում իշխանություններին հաջողվեց հատել մեր կանխատեսած շեմը, որովհետև ժողովուրդը շատ լավ գիտակցում է, սա իր գրպանը մտնող, իրեն սահմանը փակող, հասարակության վրա բռնություն գործադրող, վերահսկող գործիք է, գրել է Սարգսյանը։ Նա ժողովրդին կոչ է արել չհանձնվել, հիշեցնելով, որ ցանկացած սպառնալիքի կամ հարցերի դեպքում կարող են զանգահարել Հայաստանը Ես եմ նախաձեռնության անվճար խորհրդատվական հեռախոսահամարներով։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։ Այս մասին Civilnet-ի գրավոր հարցմանի պատասխան հայտնեցին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, մանրամասնելով, թե ՄԻՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում միջազգային գործընկերների եւ Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելու, ինչպես նաեւ Վիգեն Էուլջեքչյանի գործի նման հրատապահազանգներին արձագանքելու ուղղությամբ։ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին որպես ապա քաղաքական եւ անկախ մարմիններ հաղորդակցություն ունենալ մարդասիրական եւ մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարից որևէ արձագանք այս առնչությամբ չի ստացվել։ Հրապարակման ենթական նոր տեղեկատվության արկայության դեպքում այն կտրամադրենք լրացուցիչ, ասված է գրավոր պատասխանում։ ՄԻՊ գրասենյակից նաեւ հայտնեցին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերն ու արկա մտահոգությունները
իրադարձությունները պարբերաբար հասցեավորվում ու քննարկվում են Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների հետ։ Այսօր սեպտեմբերի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 16:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes Magnus-ի ավտոմեքենայում եւ մինչ կժամանային հրշեջները կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը։ Այսօր ավտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Բաղրամյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Աշոտայի վարած Toyota Corolla Magnus-ի ավտոմեքենան եւ 17-ամյա Avedix-ի վարած Երանիվ մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը նախ տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, ապա Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։